Սիրելիներ, այսօր գուզեմ ցեզի խոսիլ բահքի նշանակության եւ իմաստի մասին եւ թե անիգա ուր դեղեն եկած է եւ ինչպես հարաճած է։ Ինչպես գիտեք, կարգ մահարանվանություններ չեն ընդունիր բահքը եւ գմերժեն զայն եւ գսեն որ ասիգա որ եկեղեցին է որ դրած է այս բահքը, բայց ես այսօր ցեզի այսպես հագիր ցևով պիտի խոսիմ բահքի մասին եւ տեսնենք թե անոր արմատները ինչպես ցակում արին Սուրբ Գիրքեն եւ շարունակվեցան մինչեւ այսօր։ Մի զարմանակ սիրելիներ, եթե ասեմ ցեզի որ բահքը ամենահին եւ առաջին բատվիրաններն է, որ Աստված տվավ մարդուն։ Եթե գարտակ ծնունդոց Գիրքը երկրորդ գլխու 16-րդ համարի մեջ Աստված ինչ կհրամայե մարդուն, Ադամին, առաջին մարդուն։ Գսե, բայց բարիին ու չարին գիտության ծառեն մի ուտեր, որովհետև այն օրը, երբ անգե ուտես, անշուշտ պիտի մեռնիս։ Ուրեմն ասիգա բադվիրան մներ, որ Աստված դվավ մարդուն հասկացնելու համար, թե ամեն ինչ որ տեսնե պիտի չունենա կամ պիտի չուտե։ Ասիգա ուղագի բադրաստություն մներ բահքի հրամանին, որ անգե ետ ինչպես եղավ ցեզի անալ պիտի հիմա ասեմ։ Աստվածային այս հրամանով, որ դրվեցավ Ադամին, անուզեց սել իրեն, թե ինքը բացարձակ ազատությունը չունի, առնելու ինչ որ գուզե եւ ուտելու ինչ որ կպապակի, այլ այնտեղ բաներ կան, որոնց մե ինք հերու պետք է մնա։ Այլ իմաստով ինքզինքը կոնտրոլի դակ տնելու եւ իր գամքը զսպելու եւ այսպեսալ մարդը իր ստեղծագործությունեն իվեր պետք էր իր գարիքները մարմնավոր զսպեր, որովհետեւ գրնա ըլլալ այդ ծառը բոլորի համար լավ է, ամեն ինչի համար լավ է եւ գրնա ըլլալ որ անիգա գեղեցկություն կպատճառե աչքերուն, բայց անով հանդերձ պետք էր հերու մնալ այդ ծառի բդուղեն ուտելու։ Եվ հերու մնալով մարդը կբարձրանար իր մարմնական ցանկություններու վրա եւ նյութական ցանկություններու վրա եւ այս է բահքին խորհուրդը։ Միայն այստեղ հագիրճ մըսեն, եթե մարդ արարածը հաջողեր իր առաջին այս փորձության մեջ եւ ինքը հաղթահարեր իր մարմինի ցանկությունները եւ հաղթեր իր ըսկայարանքները այդ ծառեն ուտելու, անաբացույց մը պիտի ըլլար, թե իր հոգին հաղթեց իր մարմինի ցանկություններուն եւ այն ադեն իրավունք պիտի ունենար յանքի ծառեն ուտելու, բայց որովհետև ինքը հաղթահարվեցավ մարմինի գարիքներուն առջև, անոր համար մարմինը իշխանություն արավ իր յանքին վրա։ Եվ այսպեսով մարդը շարունակեց ինալ մեղքերու մեջ, զանազան տեսակի մեղքերու մեջ, որոնց պատճառը մարմինն էր։ Մինչև որ այդ մեղքը եղավ իրեն պատճառ Թավաստանին ներկայանալու։ Ինչու, որովհետև ինչպես Պողոս առաքյալը հռոմեացիներուն գրած իր նամակի 8-րդ գլխու առաջին համարի մեջ գսե, որովհետև մարդը իր մարմնի ցանկությամբ գարաշնորթվի եւ առաջնորդվեցավ եւ ոչ թե իր հոգիի ցանկությամբ։ Եվ այստեղ մենք կտեսնենք Քրիստոսի գալը եւ ծնունդը անիգա ինչն էր պատճառը, ինչու համար Քրիստոս եկավ, որբեսի մարդը ետ վերադարձնե իր առաջին աստիճանին, որուն մեջ էր նախքան բարի եւ չարի ծառեն ուտեր։ Երբ որ մարդ իր առաջին մեղքի մեջ ինգավ եւ գերավ այդ ծառի բդուղեն եւ հնազանդեցավ իր մարմինին, անոր համար Քրիստոս եկավ իր փորձություններով հաղթահարելու մանավանդ այս գեդը։ Քրիստոս իր առաքելությունը սկսավ բահքով
եւ մերժեց սատանայի գողմեն ներկայացված բոլոր առաջարկները եւ Քրիստոս հայտնեց թե մարդը ոչ թե միայն մարմին է, այլ նաեւ ունի իր մեջ հոգի եւ հոգիի գերագուրը ինչ է, հոգիի գերագուրը ամեն մեկ խոսքն է, որ Աստուծո բերանեն գել է, ինչպես կգարտանք Մատթեոս Ավետարանի 4-րդ գլխի 4-րդ համարի մեջ կսե ոչ թե միայն հացով գաբրի մարդը, այլ ամեն մեկ խոսքով, որ գել է Աստուծո բերնեն։ Այս ինչ որ գվերապերի մարդուն իր ստեղծագործության ժամանակ, բայց հարցումը այն է, թե արդյոք անգևերջ Աստուծո մարգարեները ձոմ բահեցին։ Այո, Աստուծո բոլոր մարգարեները ձոմ բահեցին։ Օրինակի համար Դավիթ մարգարեն իր սաղմոսներում մեջ տեսեք 35-րդ գլխի 10-րդ համարը ինչ կսե։ Գսե անցս ձոմաբահությամբ գխոնարեցնեի։ Եվ անգե ավելի սիրունը 69-րդ սաղմոսի մեջ 10-րդ համարը գսե լացի եւ անցս ձոմաբահությամբ խոնարեցուցի։ Իսկ ուրիշ մեկ դեղալ Սաղմոս 109-րդ գլխու 24-րդ համարի մեջ գսե ձունգերս ձոմաբահութենեն գտողտոչեն։ Ուրիշ զանազան օրինակներ ալ գրնամ դալ ցեզի, թե մարգարեները ձոմ կբահեին, բահ կբահեին, բայց ես ցեզից կեմ անիգա, որ դուք գարտակ միայն գարջ մըսեմ, օրինակի համար Դանիել մարգարեն ձոմ բահեց իր մարգարեության 9-րդ գլխու 3-րդ համար եթե գարտակ Եզեկիել մարգարեն նույնպեսով իր մարգարեության 4-րդ գլխու 9-րդ համարը Նեհեմիան ինքն ալ երբ որ լսեց որ Երուսաղեմի տարվածները բլած են ու անոր դուրերը այրած են ձոմ բահեց կգարտանք առաջին գլխու 3-րդ եւ 4-րդ համարներու մեջ եւ ինչպես նաեւ բոլոր մարգարեները եւ Հաննեն մարգարեուհին ինքնալ չեր փաշնվեր դաջարեն եւ մինչեւ վերջ գաոթեր եւ ձոմ գբահեր լավ այսինչ որ գվերապերեր 5 դագարանի համար լավ նոր դագարանի մեջ բահ կար ձոմ գար եւ մեր պատասխանն է անշուշտ որովհետեւ կգարտանք Ավետարանի մեջ Մատթեոսի 9-րդ գլխու 15-րդ համարը գսե երբ որ եկան եւ Հիսուսին հարցուցին թե ինչու քո առաքյալները ձոմ չեն բահեր Այն ժամանակ Հիսուս իրենց ինչ պատասխանեց, ըսավ մինչև այն ժամանակ, որ փեսան իրենց հետ է ձոմ չեն բահեր, բայց է որ փեսան իրենց մեհրանա, այն ժամանակ ձոմ պիտի բահեն։ Այս կնշանակե, որ այս խոսքով Հիսուս հրաման մներ, որ դվավ իր առաքյալներուն, որ իրենք ձոմ պետք է բահեն իր հարութենեն ետք։ Լավ, եւ առաքյալները ձոմ բահեցին, անշուշտ, եւ այս ձոմը, որ առաքյալները բահեցին, անիգա գոչվի եկեղեցվո առաջին բահեցողությունը կամ ձոմաբահությունը դեսեք ինչ կգարտանք Քորձ Արաքելոցի 10-րդ գլխու 10-րդ համարի մեջ Պետրոսի մասին գսե շատ անոտեցած ըլլալով գուզեր ջաշագել մի ջաշը կպատրաստվեր վերացում ունեցավ ուրեմն Պետրոսը ձոմ բահած էր իսկ Բողոս Արաքյալի գրած նամակներեն գորընտացված երկրորդ նամակը 6-րդ գլխու մեջ ինչ կգարտանք 5-րդ համարը գսե ձեձերու, բանդերու, խառնագություններու, աշխատանքներու, հսկումներու եւ ձոմերու մեջ անցուց իր կյանքը իսկ նույն նամակի մեջ բայց 11-րդ գլխու 27-րդ համարը դեսեք ինչ գսեն օրեն Բողոս Արաքյալ գսե աշխատանքի ու դաժանքի մեջ էի հաջախ հսկումներու մեջ անօթության եւ ծարավի մեջ շատ անգամ ձոմաբահության ցուրդի ու մերգության մեջ ասկ ավելի հստակ բան գա որ արաքյալները ձոմ կբահեին եւ մենք արաքյալներու շավիղի մեջ են որ գկալենք իսկ ասկյալ ավելի կարևորը գարտանք Քորձ Արաքելոց գրքի մեջ 10-րդ գլխու
երկրորդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ Կսե մինչ անոնք դիրոջ բաշտոն կգադարեին ու ձոն կբահեին Սուրբ Հոգին ասավ զադեցեք ինձի Պարնապասը ու Սողոսը այն գործին համար, որուն ես կանչած եմ զանոնք։ Իսկ Մատթեոս ավետարանի մեջ ավելի հստակ հրաման մը գտնենք Քրիստոսեն ծոմաբահության մասին։ Ուրեմն աշակերտները եկան եւ ըսին Հիսուսին. «Դե մենք ինչու չգրցանք այն թևը հանել»։ Հիսուս իրենց ինչ պատասխանեց, ասավ. «Այս դեսագը ուրիշ բանով դուրս չելեր, բայց միայն աղոթքով եւ ծոմաբահությամբ»։ Լավ։ Մեր երկրորդ բաժինը ծոմաբահության հավաքական ծոմաբահությունը։ Հավաքական ծոմաբահությունը գոյություն ուներ, այո գոյություն ուներ թե հին ուխտի մեջ եւ թե նոր ուխտի մեջ։ Ես միայն ցեզի համարները դամ եւ դուք կխնդրեմ, որ անոնք գարտակ եւ տեսնեք։ Ուրեմն կգարտանք Գործք Առաքելոց 4-րդ գլուխը եւ 24-րդ համարը, ինչպես նաեւ 5 դագարանի մեջ կգարտանք Երեմիա մարգարեության 36-րդ գլխու 9-րդ համարը, Զաքարիա մարգարեության 8-րդ գլխու 19-րդ համարը։ Այս բոլորը գխոսին հավաքական ծոմաբահության մասին, այսին բոլոր ժողովուրդը միասին ծոմ բահեցին։ Բայց ասոնց գլխավորը Հովնան մարգարեի նինվեացիներու ծոմաբահությունն էր։ Կգարտանք 3-րդ գլխու մեջ, թե ինչպես Աստված ընդունեց անոնց ծոմը եւ սրբեց անոր մեղքերը։ Եկեղեցու մեջ ծոմաբահությունը նաեւ գոյություն ունի եկեղեցականներու կյանքի մեջ եւ եկեղեցու կյանքի մեջ ընդհանրապես ամեն մեկ բարգեւ ստանալու ժամանակ այդ բարգեւ ստացողը կամ դվողը օրինակի համար դոները ծոմաբահությամբ կպատրաստվենք դոնը թիմավորելու, ինչպես ծնունդի ծոմաբահությունը, զադիգի ծոմաբահությունը, համբարձումը եւ այլն եւ այլն։ Ինչպես նաեւ ցերնատրությունները, ինչպես քիչ առաջ քահանայական ցերնատրությունները, որովհետեւ անոնք բարգեւներ են Աստծո, անոնցալ մենք կպատրաստվենք ծոմաբահությամբ։ Եպիսկոպոսը, որ ցերնատրություն պիտի գադարե, պետք է ծոմ բահածը լա։ Եվ ենտական, որ քահանայության աստիճանը պիտի առնե, պետք է ծոմ բահածը լա։ Եվ ինչպես քիչ առաջ ցեզի գարտացի Գործք Առաքելոց գրքի 10-րդ գլխու 2-րդ եւ 3-րդ համարը, ուրեմն այնտեղ առաքյալները ծոմ բահեցին, աղոթեցին եւ անգևերջ իրենց ցերկերը դրին ովևէ մեկ առաքելության ժամանակալ այդ առաքելությունը կպատրաստվի ծոմաբահությամբ։ Այսինքն Հիսուս իր առաքելությունը սկսել է առաջ, ինքը ծոմ բահեց 40 օր։ Առանցին կյանք առանցնացավ հոր հետ լերան վրա եւ քահանայական ցերնատրության ժամանակալ յուրաքանչյուր քահանա, որ գցերնատրվի, նաեւ 40 օր գմնա անչադված աշխարհեն վանքի մեջ կամ եկեղեցու մեջ եւ 40 օր ծոմ կբահե։ Եվ այս մասին քեղեցիկ օրինակ մգրնանք առնել Հովանես Մգրդիչի կյանքը, որ ապրեցավ ամբողջ իր կյանքը ծոմաբահությամբ առանցնությամբ անաբադի մեջ, նախքան սկսի իր առաքելությունը մարտոց կանչելու ապաշխարությամբ։ Խորքի մեջ եկեղեցու բոլոր խորհուրդներն անոնք կպատրաստվին ծոմաբահությամբ։ Հիմա թե այսօր կգադարվին կամ ոչ, բայց եկեղեցու օրենքը այն է, որ յուրաքանչյուր մեկ խորհուրդ պետք է ծոմաբահությամբ սկսի։ Օրինակի համար մգրդության խորհուրդը գադարողը պետք է ծոմ բահածը լա եւ գնկը հայրը պետք է ծոմ բահածը լա եւ մգրդվողը պետք է ծոմ բահածը լա։ Բադարակի խորհուրդը անոր պիտի կա հաղորդվելու
ձոմ բահած պետք է ելա։ Քահանան, որ պիտի գադարե այդ պատարակը, ձոմ բահած պիտի ելա։ Խորքի մեջ ձոմաբահությունը հարմար արիթմն է, որ այդ ձոմաբահության ընթացքին Աստված մտցնենք մեր կյանքի մեջ, որովհետև մենք կհեռանանք մարմնավոր ջաշերեն եւ ուդելիքներեն եւ այդ ձոմաբահությունը խորքի մեջ արիթմը պետք է ելա փնտրելու հոգևոր գերագուրը, որում մասին Հիսուս խոսեցավ։ Աննայև արիթմն է, որ Աստված մոդենա մարդոց եւ մարդը մոդենա Աստուծո, որ կարևորակույնն է, որբեսի Աստված լսե իրենց խնդրանքները, իրենց ցավերը եւ այլն։ Բայց այնքան ժամանակ, որ մարդիկ հերացած են հոգևոր կյանքեն եւ կփնտրեն մարմնավոր ցանկությունները եւ մարմնավոր գերագուրները, այն ժամանակ Աստվածալ հերու կմնա այն մարդեն։ Ձոմաբահությունը արիթմն է, որ մարդը անոթենա եւ սկա անոթին վիճակը եւ ունենա անոթություն մարմնավոր եւ հոգևոր, եւ որ կգարտան Քրիստոսի 40-օրյա ձոմաբահության մասին Մատթեոս Ավետարանի 4-րդ գլխու 2-րդ համարը գսե վերջապես անոթեցավ Հիսուս եւ ինչպես Ղուկասը գսե փամը չգերավ մինչև որ այդ 40 օրերը վերջացան ու անգևերջ անոթեցավ։ Գուսամ որ այս հագիրճ մեկնաբանությամբ գրծա քիչ մը բացատրել բախքի մասին, թե բախքը ուր դեղեն եկավ եւ ինչպես սկսավ եւ այս համարները, որոնք կորզայեցինք, անոնք պատասխան են բոլոր անոնց, որոնք չեն հավատար բախքին եւ կգարձեն, որ բախքը ոչ մեկ կարևորություն ունի։ Թող Աստված մեզ օրհնե եւ այդ բահեցողության եւ աղոթքի գիտակցությունը մեր մեջ արտնցնե։ Ամեն։